Պարոն Հովակիմյան, շնորհակալ եմ զեկույցի համար, բայց ես շարունակում եմ իմ նույն հարցը, որ տվել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ ավելացնելով ուզում եմ հիշեցնել Երևանի ընտրություններին, ես իմ ձեռքի տակ ունեմ ազգային առաջընթաց կուսակցության Հայկ Մարությանի կուսակցությունը, նույն ժամանակահատվածում տվել է նույնը բովանդակ հայտարարագիր, 0-0-ական հայտարարագիր ընդամենը 15,000 դրամ մնացորդով կուսակցության հաշվին։ Այսինքն, ես ուզում եմ հասկանամ, նայել եմ նաև իր հաշվետվությունը կենտրոնական ընտրականին, որտեղ ամբողջ process-ին նախընտրական ծախսել է 9 միլիոն դրամ։ Մենք բոլորս լավ տեսել ենք, ինչ ծախս է արել Հայկ Մարությանը նախընտրական process-ների ժամանակ, սա արդեն փաստ եղելությունն եմ ձեզ ներկայացնում եւ ունենք այսօր իրավիճակ վաղաշաբաթի ընտրություններում մասնակցող կուսակցությունների մասով։ Խնդրում եմ ձեր վերահսկողությունը այդ մասով ո՞նց է կատարվում, որ մարդիկ ունենում են արտահագուստներ, չգիտեմ, տպագրված տպագրություններ, բաներներ, հնարավոր բոլոր ծախսերը կատարում են, բայց վերջում հաշվետվությունը ներկայացվում է շատ փոքր թվով ֆինանսական եւ հիմա գիտենք, որ այս հարցը ու վերահսկելիությունը այնքան հեշտ է այս առումով, որ հիմա փոխվել է օրենքը եւ միայն նախընտրական հիմնադրամ մուտք է լինում կուսակցության հաշվից, այսինքն կուսակցության միջոցներով պետք է գումարը փոխանցել նախընտրական հիմնադրամ, անձինք չեն կարող փոխանցել նախընտրական հիմնադրամ։ Կխնդրեմ այս մասին ձեր մեկնաբանություն։ Տիկին Մանավազյան, ես ասենք ում կուսակցությունով ես զերծ եմ մնում նման ասենք տիրույթից, բայց տեսեք մի խնդիրը, երբ որ կուսակցությունը ունի զրոական հայտագիր նկատի ունենք մինչև գրանցվելու պահը, մինչև առաջադրվելը, ինքը ասենք նախորդ տարում, այսինքն նախորդ այդ 1 տարվա ժամանակաշրջանում, նախորդող շրջանում չունեցել ֆինանսական շարժ։ Արդյոք օրենսդրությունը արգելում է, որ տվյալ կուսակցությունը առաջադրվի եւ գրանցվի, ոչ։ Այսինքն կուսակցության առաջադրման, գրանցման իրավունքը փոխկապակցված չի ֆինանսական շարժի հետ։ Արդյոք կուսակցություն գրանցվելուց հետո կարող է ծախս կատարել նախկինում օրինակ ֆիզանձերի ներգրաված միջոցներով, նախկինում այո, այժմ ոչ։ Այսինքն կուսակցությունը ներկայիս արդեն վաղաշաբթի ընտրությունից ներառյալ կուսակցությունը, եթե մինչև այդ չունեցել ֆինանսական միջոցներ, բայց պատրաստում է քարոզարշավի համար գումար ծախսել, ինքը պիտի այդ գումարը գնա մուտք լինի կուսակցության հաշվից նոր փոխանցվի նախընտրական հիմնադրամ։ Վաղաշաբթի ընտրությունում առաջադրված բոլոր սուբյեկտները նախընտրական հիմնադրամներ բացել են, ինչը ենթադրում է, որ իրենք պատրաստում են ծախս կատարել։ Ես այստեղ կարող եմ ասեցիք 9 միլիոն դրամ է ամբողջ ընտրությունների ձեր մատնանշած։ Կարող եմ ասել, որ հաստատ բաներները, այսինքն այն ինչ որ ամրագրում է, այն ինչ որ վերահսկելի է, այդ ծախսերը մենք ստուգում ենք։ Հեռուստաեթերը, վճարովի եթերը, մամուլով երբ որ նախընտրական գովազ եզրույթով մամուլով գնում է, դա վերահսկում ենք, բայց այլ այսպես ասենք ոչ կանխիկ շարժը կնեք դա արդեն կանխիկ իրանք կուսակցությունները իրենց քարոզարշավի բոլոր ծախսերը պիտի իրականացնեն փոխանցումով, չի կարող լինել կանխիկ շարժ։ Կանխիկ շարժը արդեն իսկ մեր օրենսդրության ու դա ընտրականի հետ չի կապված, ընդհանուր օրենսդրության եթե դուք հիմի Տիկին Մանավազյան, եթե կանխիկի մասին է, դա արդեն հանցագործություն է, հասկանում եք, այստեղ ԿՀ-ն չի կարող քաղաքական գործիչների կամ կուսակցությունների կանխիկ ինչ-որ ծախսերը վերահսկել։ Այստեղ մեր գործիքակազմից նույնիսկ ամենամեծագույն ցանկության դեպքում մենք չենք կարողանա
այդ գործընթացը վերահսկենք։ Մենք կարող ենք փոխանցումներով, այսինքն թվային հարթակներում գործընթացը վերահսկենք։ Ոնց որ թե ձեր հարցին պատասխանեցի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։